Բարև ձեզ, այսօր Fast Info-ի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, օգոստոսի 2-ից արդեն 9-րդ գումարման ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները։ Նախ ինչ ունենք մենք այսօր եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարումը, որն է պատճառը, որ արդեն 9-րդ տարին մեջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է այն դեպքում, երբ նրանց դժգոհ են թե ներսում երկրի եւ թե արտաքին դերակատարների մեծ մասը։ Այստեղ հստակեցնենք, արտաքին դերակատարների մեծ մասը դժգոհ չեն, հենց այդ որ արտաքին դերակատարների փոքր մասն են դժգոհ Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն մասնակի, բայց մեծ մասը նկատի ունենք հավաքականների մուտքը բավականին գոհ է։ Սա արտաքին քաղաքականության, որտեղ նա իրականացնում է հավաքական արևմուտքի ծրագիրը, իշխող քաղաքական ուժը։ Իրականացնում է այդ ծրագիրը, այն է 3 կետ, առաջին Արցախի հարցը փակել, ինչը այս պայդրությամբ ինքը արեց, երկրորդ Զանգեզուրի միջանցքը տրամադրել արևմուտքին, մասնավորապես Տրիպի անվան տակ դա տրվեց Միացյալ Նահանգներին, եւ դա թուրանական նաեւ ճանապարհն են, որ Ամերիկա հսկողության տակ է, որը պետք է ամբողջովին հարավային Կովկաս եւ կենտրոնական Ասիա կապող այս թուրանական անխոչնդոտ ճանապարհը, իսկ դա արդեն բազմիցս ասել ենք, այս մեծ տարածքը պետք է ծառայի թե Ռուսաստանի դեմ, թե Իրանի դեմ։ Եվ երրորդը ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական ներկայացության չեզոքացում, ինչը մասնակիորեն արվում է։ Այսինքն արևմուտքը իրանից գոհ է։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ կողմին, որն է պատճառը, երկրի ներսում, որովհետև նա իշխող վարչապետ է, որովհետև անդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել, մասնավորապես չի կարողանում ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Թվում է, թե այնտեղ քննադատում են, անդադ ինչ-որ փողոցային գործողություններ եղան, բայց չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանում ստեղծված կառավարման համակարգը ապամոնտաժելու համար, իհարկե խոսքը վերաբերում է միայն սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար, դու չես կարող օգտագործել, այսպես ստանդարտ գործիքներ, ինչպես իրանք օգտագործել այժմ ելույթներ, ինչ-որ երթեր, ցույցեր եւ այլն։ Դու պետք է որոշակի ոչ ստանդարտ մեթոդների դիմես, որտեղ իշխանությունը ոչ ստանդարտ մեթոդներով պահվում է, օրինակ հունիսի 7-ի գիշերը, երբ որ հունիսի 7-ի գիշերը, երբ որ դուրս եկա վարչապետը եւ ասաց, որ ես վարչապետ եմ եւ ԿՊ-ն հաղթել է, մուչացեց ես վարչապետ եմ, ասաց, որ ԿՊ-ն հաղթել է, դա ոչ ստանդարտ տարբերակով իշխանությունը պահել էր։ Այսինքն վարչապետը կարողանում է, հասկանում է ինչ իրավիճակ է եւ կարողանում է ըստ այդմ իր համար ցանկալի արդյունք ունենալ։ Անդիմությունը չի գնում այդ ռիսկային ճանապարհի, նա սպասում է, որ հեսա, ինչ որ դրսից իշխանությունը կվերցնեն, Ուկրաինայի սկզբում մտածում էր, որ շուտով Ուկրաինայի պատերազմը կավարտի եւ Ռուսաստանը կզբաղվի վարչապետով, կտապալի իրանք ռուսամետ անդիմությունը կգան իշխանություն, դա չստացվեց։ Երկրորդը մտածում էր, որ ահա հիմա հունիսի 7-ին 3 ռուսամետ ուժերով կգնան կհաղթեն, երեքով միասին ավելի շատ ձայն կստանան կան ԿՊ-ն ու իշխանափոխություն կանենք, չնայած բազմիցս նաև ձեր տաղավարում եւ այլ տեղեր ասել եմ, Հայաստանում ընտրությունների մեխանիզմը չի աշխատում, չես կարող այդ ճանապարհով իշխանություն փոխել, բայց չլսեց։ Դրա համար չստացվեց։ Եվ երրորդ էլ հիմա արդեն սպասում է ինչ-որ տնտեսական այս նոր ստեղծված իրավիճակի, հայ-ռուսական տնտեսական վատացող հարաբերությունների արդյունքում ինչ-որ մի բան կլինի, բայց ինչու 8 տարի ոչինչ չէ, որտեղ ինքը չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, ամենաբարդ խնդիրը սա է։ Ինքը գնահատում է իրավիճակը, ոնց որ թե ապրեինք մենք Չեխիայում, Բելգիայում, Դանիայում, որտեղ այո, անդիմության կողմից կիրառվող գործիքները կարող է արդյունք տալ, բայց մենք այդ երկրում չենք ապրում։ Մեր քաղաքական համակարգը Հայաստանն է, արևելքն է, այստեղ մի քիչ ուրիշ ձև են, ասենք, քաղաքական գործընթացները անդիմադիրների կողմից կառավարում, ինչ ինքը չի անում։ Շատ լավ, պարոն Բադալյան, ձեր դիտարկմամբ, եթե ճիշտ գնահատել ընդդիմությունը, ապա ինչ պետք է անել կամ ինչ կարող է անել հիմա։ Հիմա։ Այո։ Ինչ կարող էր անել արդեն անցյալ է, որտեղ ինչ ասենք ինչ կարող էր անել, եթե դեռ ժամանակ անցել է։ Հիմա ինչ կարող, հիմա տեսեք, ունի այսպես իրավիճակը փոխվել է։ Ազգային ժողովում ամեն դեպքում ընդդիմությունը որոշակի թվականակով ավելի շատ падգամավոր ունի, քան իշխող քաղաքական նախկինում ուներ, եւ իշխող քաղաքական ուժը ավելի քիչ ունի, քան նախկինում ուներ։ Այսինքն հասարակությունը իշխանափոխության իր մաս գործը
ժողովրդական լեզվով ասած իր փայի աշխատանքը ինքը կատարել է, իր մասով ինքը կատարել է, զրկել է իշխող քաղաքական ուժին սահմանադրական մեծամասնությունից, ուղղակի ԿՊ-ն կարողացավ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով եւ վարչական ռեսուրսով ԲՀԿ-ին դուրս թողնելով մոլդովական սցենար կիրառելով, ինչի մասին նույնպես բազմիցս ասել են, որ իշխող քաղաքական ուժը կիրառել է մոլդովական սցենար, ինչը Հայաստան ընդդիմադիրներ չէին հավատում, ասում են, որ դա հնարավոր չէ եւ վերցնում են մոլդովական սցենարային տարբերակը, որ դրսից պետք է գան քվեարկեն, չնայած ասում ենք, որ մոլդովական սցենարը 3 ենթակետ ունի, երրորդը կանի, արեց եւ եկավ պահպանեց իշխանությունը, բայց ամեն դեպքում քիչ ունի։ Հիմա հասարակությունը իր մասով աշխատանքը կատարել է, մնացել է ընդդիմությունը, եթե վերստի սահմանադրությունը կարդա եւ մի քիչ կրեատիվ, ուրեմն մտածելակերպ ունենա առնվազն 5% ավել նպատակասլացություն, քան վարչապետը, 5% ավելի կամային հատկանիշ, քան վարչապետը եւ 5% ավել կրեատիվ կամ ստեղծագործական մոտեցում ինչ վարչապետ, ապա մի 2 շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո դե հիմա օգոստոսը բոլորը հասկանալի է գնացել են հանգստանալու այդ ընդդիմադիրները, բայց օգոստոսի երկրորդ կեսին որոշակի, ասենք, նախապատրաստական աշխատանքներ անելուց հետո սեպտեմբերին կարող են իշխանապահություն անել, հարցը լուծել, բայց իհարկե իրանք դա չեն անի։ Ինչու չեն անի։ Տեսեք, պարոն Բադալյան, որտեղ չունեն Նիկոլ Փաշինյանից ավելի նպատակասլացություն, Նիկոլ Փաշինյանից ավելի կամային հատկանիշներ եւ Նիկոլ Փաշինյանից ավելի կրեատիվ մտածելակերպ չեն ուզում դրսևորել։ Նրանք մտածում են, որ դրսից իշխանությունը կփոխեն, կտան իրանց, այդպես չի լինում։ Բայց տեսեք հիմա դատելով այն ամենից ինչ տեղի ունենում Հայաստանի ներսում, բոլոր նրանք, ովքեր քաղաքականությամբ զբաղվելու եւ հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելու հայտ են ներկայացնում, փաստացի կարծեք թե գնում են ինքնազոհողության, որովհետեւ նույն Գագիկ Ծառուկյանի օրինակով եւ մյուս քաղբանտարկյալների, այսպես ասած օրինակով, եթե դիտարկենք, օրինակ իշխանությունները կարող են պարզապես քնից արթնանալ, որոշել, որ տվյալ քաղաքական գործիչը զրկվում է իր ունեցվածքից, մարդկանց ձերբակալում են եւ այս ամենին ընդդիմությունը գիտակցված է գնում, փաստացի զրկվում են եւ իրենց ազատությունից եւ իրենց միլիոններից։ Պետք չի գնալ կործանման կամ ինչ-որ, ինչպես ասացիք, ինքնազոհության։ Պետք չի ինքնազոհության գնալ։ Պետք է գնալ իշխանափոխության։ Ինքնազոհությունն անիմաստ է։ Հասկանում, իհարկե իշխանությունները ամեն ինչ կան, բայց դրանց խնդիրը կայանում է նրանում, որ այս պահի դրությամբ տեսեք հիմա ոնց որ քաղաքական դաշտում մի քիչ пассивություն կա, ինչու, որտեղ վարչապետը գնացել է հանգստանալու, ոչ մի գաղափարներ չի ասում, ընդդիմադիրներն սպասում են, ոչ մի բան չեն ասում, այսինքն իրանք չունեն իրանց օրակարգը որպես այդպեսին։ Իրանց օրակարգը այն է, թե ինչ որ մի հատ ընդդիմադիր խմբակցից մի տեխնացու կամ ինչ որ մի գործիչ իշխող քաղաքական թիմի ինչ որ մի գործիչի ընտանիքի հետ կապված ինչ որ շնորհավորել է, ինչ արել եւ այդ հարցն են քննարկում ինչ որ ուրիշ կամ ովում եղբայրովում ծեծեց, ինչի ծեծեցին, ինչ տեղ ունեցավ, որտեղ, այսինքն ինքը քննարկում է մանր հարցը փոխանակ քննարկելու մի հարց։ Ինչպես անել իշխանափոխություն։ Մի 2 շաբաթ նախապատրաստական աշխատանքներ եք անում եւ սեպտեմբերին իշխանափոխությունը արդեն անում են։ Կեսը արված է, մնացել է մյուս կեսը, բայց իշխող բայց այնց է, որ ընդդիմադիր ուժերը կարող են ձեր ասած գնալ ինքնազոհության, գնան, կորստեն միլիոնները, բայց իշխանափոխության համար չմտածեն ինչպես կարելի անել, գնաց նստեք մտածեք, սահմանադրությունը բացեք այնտեղ ամեն ինչ գրած է։ Բայց մի բան պարզ է, առանց դրսի աջակցությամբ դու չես կարող Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Դա արդեն աքսիոմա է։ Իսկ գուցե դրսի ուժերը հենց նույն ընդդիմադիր ուժերին օրինակ ասել են սպասել։ Դե եթե ասել են սպասել, ուրեմն դուք պետք է կարողանաս բացատրել դրսի ուժին, որ սպասել անիմաստ է։ Ինչու են ասում սպասել։ Շատ դեպքեր մեծ տեսակետը կա։ Ասում են տեսեք, ընտրությունները չհաջողվեց, հիմա մենք տնտեսական սահմանափակումներով երկրի վիճակը կվատացնենք, գյուղացիներն էլ ուրեմն կտեսեն, որ չի վաճառվում իրանց ծիրանը, պամիդորը եւ այլն, կզարյանան, եղանները կվեկալեն, կգան փողոցներ կփակեն ու չգիտեմ, եղաններով կտապալեն իշխանություն, չի լինելու այդպեսի բան։ Հայաստանի հասարակությունում նախորդ 30 տարվա ընթացքում, ինչպես բազմիցս ասել եմ, ընտրությունները իշխանություն չի փոխվում, այնպես էլ սոցիալական բունտեր չի լինում։ Սոցիալական առանձին շարժումներ
եղել են, հա, այնտեղ ոսկերիչներն են դուրս եկել կառավարության դիմացը, ժամանակին հայրենի աշխատողներն են դուրս գալի այնտեղ ինչ որ խնդիր են պահանջում, ժամանակին Հյուսեն Պողոտայի կառուցապատողներն են դուրս գալիս, հետո ինչ որ մանր առևտրականներն են դուրս գալ, մանր ու միջին առևտրականներն են դուրս գալիս, ուրեմն կառավարության դիմացը հիմա էլ վեստանտեսական սահմանափակումների արդյունքում մի անգամ ծաղկե գործերը դուրս եկան, ծաղկաճացնողները ջերմոցներում դուրս եկան, բողոքեցին, գնացին, մի հատ ուրեմն դուրս եկան այս բողոքեցին պամիդոր, հա, աճացնողները, այսինքն ֆերմերները, այսպես որոշակի բողոքի գործողություն իրականացրեցին եւ մի հատ էլ ինչ որ մարզենի ճանապարհ 30 կես ժամով փակեցին եւ վերջ։ Հա, Կայք Ծառուկյանի առևտրի աշխատողներն էլ իրանց մոտ ինչ որ մի թեթև բողոք արեցին, ուզեցին փողոց փակել, ոստիկանները թույլ չտվեցին, այսինքն պետք է հասկանանք, երբ որ ասում մի քիչ սպասեք, այո, երկրի տնտեսական վիճակը կվատանա, այս տնտեսական պատժամիջոցներով, որի մասին երևի խոսենք, կվատանա, բայց դա չի նշանակում գյուղացիները դուրս կգան ուրեմն սոցիալական բունտի, որովհետև դա մեր մենտալիտետից չի բխում, սոցիալական բան է, էլի ցույց տալ, որ դու վատ ես ապրում, ակատ ես, դա մեր մետածելակերպից չի բխում, մարդը եթե տեսնում են, որ վատ ապրում ես երկրում, ճամպրոկը վեր հավաքում թողում գնում է ուրիշ երկիր, որ լավ ապրեն, Ռուսաստան կամ եւ այլն։ Ռուսաստանը փագի ճանապարհը կգնա Բելարուս կամ կգնա Ղազախստան ինչ որ ապրելու կամ կգնա փորձի Եվրոպա գնալ ինչ որ միտեղ ապրելու։ Կամ եթե Ռուսաստան չի կարողանում արտահանել, փորձում է ինչ որ ուրիշ տեղ արտահանել, հա, մի անգամ չի ստացվում Իսպանիան, փորձում է գտնել ինչպես ուրիշ տեղ կգտնի, այսինքն ինքը փորձում է ճար գտնել ստեղծած իրավիճակից, ինքը չի բողոքում, այ բողոքելը դա Ռուսաստանին, Ուկրաինան, Բելարուսին, Եվրոպայի բնակչության ասենք բնորոշ երևույթ է, որ կարող են դուրս գալ սոցիալական ինչ որ բողոքներ կազմակերպել, գործընթացներ անել։ Մեր մոտ նախ դա չի կարողանում եւ երկրորդ մեր մոտ որպեսզի դա իրականացի պետք է կազմակերպիչ լինի։ Եվ վարչապետը ռուսամետ անդիմադիրներին բոլորին ձերբակալում է, ինչպես նշեցիք, դուք ում ուզի այդ պահին ձերբակալի եւ կազմակերպչական թույլ չի տա, որպեսզի որևէ մեկը կազմակերպի այդ դժգոհությունը։ Ու տնտեսական վիճակը կվատանա, բայց դրանից իշխանությունը չի փոխվի։ Չի նշանակում որ կփոխվի։ Ես չեմ ասում 100%, բայց ամենայն հավանականությամբ դրանից չի բխում։ Այդ դրա համար պետք է նստած մտածես, այ ո՞նց անենք, ոչ թողենք այդքան բան լինի։ Անմիջապես մի շաբաթ աշխատի ու սեպտեմբերին իշխանափոխություն։ Սեպտեմբերին կաշխատես, հոկտեմբերին իշխանափոխություն կանես մեկը, ոնց էլ իշխանափոխություն անելուց առաջ մի 2-3 շաբաթ պետք է նախապատրաստական աշխատանք։ Լավ, պարոն Բադալյան, իսկ իշխանափոխություն ասելով օրինակ դուք ինչ եք հասկանում, իմպիչմենտի գործընթաց թե ինչ։ Ցել թող անդիմադիրները մտածեն, որ մտածեն միգուցե գտնեն, սահմանադրության մեջ ամեն ինչ գրված է։ Իշխանափոխություն ասելով հասկանում են, որ վարչապետը չի լինում, ասենք Նիկոլ Փաշինյանը չի լինում վարչապետ, այլ X-ն է լինում վարչապետ, դա նշանակում է իշխանափոխություն։ Ամեն ինչ սահմանադրության մեջ գրված է, թող նստեն մտածեն, բայց մի բան պետք է իմանան, առանց դրսի աջակցության չես կարող։ Դու ունես երկու աջակից այս պահի դրությամբ, առաջին Իրան Իսլամական Հանրապետություն եւ երկրորդը Ռուսաստանի Դաշնություն, ուրիշ աջակից դու չունես, երկուսի հետ կամ առանձին մեկի հետ առաջնային հետ, Իրանի երկրորդը, որտեղ Իրանը ցույց տվեց, որ ինքն երկիրն է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելին երկու հզոր երկրի դեմ դիմակայեց ու դիմացավ ու անգամ կարելի ասել չպարտվելով ինքը հաղթեց։ Եվ իրան խիստ շահագրգռված է, որպեսզի Հայաստանում լինի առնվազն իր նկատմամբ թշնամաբար չտրամադրված եւ տարատեսակ թրիփներ թույլ չտվող կառավարություն, որովհետեւ թրիփը մերժել է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ուրեմն դուք փորձի լեզու գտնել իրանց հետ։ Ինչի համար է սա պետք։ Որովհետև եթե դու ստեղ առանց դրսի աջակցությամբ իշխանափոխություն անես, չկա ուրեմն երաշեք, որ Ադրբեջանը չի ռմբակոծի, չի հարձակվի, բայց կռմբակոծի սահման հետ ինչ է սա անելու։ Ամեն դեպքում մենք այսօր ականատեսն ենք լինում հենց այս օրերին, հա, Հայաստանում պետական մակարդակով իշխանական ինչ-որ ռեկետների եւ սա բնականաբար ազդում է տնտեսության վրա։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ հաջորդի մենտալիտետում որպես այդպեսին չկա, տնտեսության համար բողոքը եւ այլն։ Տնտեսության համար բողոքը չէ։ Սոցիալական շարժը տնտեսության համար կա։ Միայն հավանի, ասենք առևտրական Հավան առիժմոլը դուրս եկե բողոքում, ասենք ինչ որ պամիդոր աճացնողները դուրս եկան բողոքի, ծաղիկ բողոքներ կան, բայց սոցիալական տեն շարժումներ, որ կացաներով, ասենք ինչ որ, հա, գտալերով, ոնց որ Եվրոպայում գնան, կանգնենք, ասենք սոցիալական վատ վիճակում ենք, մեզ օգնել, առանձին կդիմեն օգնության կգնան բան, բայց սոցիալական տենց աղքատությունը շեշտող սոցիալական ուրեմն գործընթացներ չէ։ Այս պայմանությամբ չի եղել 30 տարվա ընթացքում դա բնորոշ չի մեզ, ինչ որ
այս հարակից երկրների բնակիչները։ Բայց ակնհայտ է, որ այն ինչ տեղի ունենում երկրի ներսում եւ դրա սահմանների դուրս վնաս է հասցնելու մեր տնտեսությանը։ Նիկոլ Փաշինյանը իհարկե ակնկալում է եւ որ Եվրոպական միությունը որոշակիորեն փոխհատուցելու է մեր տնտեսական վնասները, բայց ձեր դիտարկմամբ արդյոք Եվրոպական միությունը պատրաստ է այդքան գումարներ ներդնել Հայաստանում, եթե նաեւ նկատի ունենանք, որ ինչ որ առումով Եվրոպական միության փոխհատուցումը նշանակում է պարզապես ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին ներքին ընդդիմությանը ճնշելու համար։ Դա նշանակում է բնականաբար օգնությունը մեծ պետք է լինի տարեկան մինիմում 1 միլիարդ եվրո այս պահի դրությամբ։ Պատրաստ է Եվրոպական միությունը տալ։ Չեմ կարծում։ Այդ դեպքում ինչ անելու Նիկոլ Փաշինյանը ձեր դիտարկմամբ։ Խնդրի ավելի քիչ գումար, որպեսզի կարողանա աշխատավարձ տալ ոստիկանության, ԱԱՑ-ի, բանակի, իր քաղաքական թիմի, պետական ապարատի, գոնե այդքանի աշխատավարձները կարողանա տալ, որպեսզի դրա միջոցով մնա իշխանությունից մյուսները ով ինչ ուզում է թողնի։ Այսինքն ստացվում է, որ եկած գումարները, երկիր մտած գումարները ոչ թե ուղղվելու են ինչ որ առումով սոցիալական խնդիրներ, տնտեսական խնդիրներ կարգավորելուն, այլ իրավապահ համակարգին ֆինանսավորելուն, որպեսզի ճնշումներ կիրառի։ Որպեսզի պահի իշխանությունը։ Հիմա ենթադրաբար նայած գումարի քանակը, եթե քիչ եկա, բնականաբար այդ քիչը գնալու նրանց աշխատավարձին։ Պետական ապարատի աշխատավարձ, ասենք ուժային կառույցների աշխատավարձ, ժամանապատ ծառայություն եւ այլն, այսինքն նրանք, որոնք որ պետական ապարատը աշխատացնում են այնքանով որ կանով։ Կապիտալ ծախսերը կզորացվեն հասկանալի պատճառներով, արդեն, չգիտեմ, մյուսներին ոչ էական բաները ծախսերը սեկվեստրի կընթարկվեն, եթե այդքան գումար չգա։ Որտեվ հիմա Հայաստանի տնտեսական վիճակը այդքան բան չի, ասենք աչքի ընկնող չի, բայց ավելի շուտ տնտեսական գծով փորձագետներ ավելի մանրամասը դրան կանդադառնան։ Պարոն Բադենես, դուք համամիտ եք այն կարծիքի հետ, որ չնայած Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, սակայն հիմա նրա իշխանությունը ավելի թույլ է մինչև 2026 թվականի հունիսի 7-ն էր, եւ անգամ կարծիքներ կան, որ այս իշխանությունը լավագույն դեպքում մաքսիմում 2 տարվա կյանք կունենա, եւ շատ են օրինակ համեմատությունը Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանի հետ, երբ 90-ականներին ընտրվեց նորից իշխանությունը փորձեց պահել, բայց այնուամենայնիվ հենց իր թիմի ներսում անգամ ձևավորվեց այսպես ասած ընդդիմություն եւ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի հեռացվեց իշխանությունից։ Նու թիմի ներսում ճիշտ է, այնտեղ ընդդիմություն ձևավորվեց, բայց ինքը թիմի ներսի միջոցով չի հեռացվեց, այնտեղ դրսի քաղաքական ուժեր կան, որ շահագրգռված էր, որ ինքը հեռացվել, դրա համար ինքը հեռացվեց դրսի աջակցությամբ թիմի ներսի, այսպես գործիքակազմով, դրանք տարբեր բաներ են։ Մեկ, երկրորդ Նիկոլ Փաշինյանի թիմում այդպիսի բաներ չկան, այդպիսի գործիչներ չկան, որ կփորձեն նման գործողություններ իրականացնել։ Սա երկուս, երրորդն էլ ոչ ոք չի կարող ասել, թե նրան ինչքան է բան իշխանությունացել է 2 տարի, 3 տարի, 4 տարի, ոչ ոք չի կարող ասել։ Նրան մնացել է այնքան, ինչքան ընդդիմությունը իշխանափոխության ծրագիր չիրականացնի։ Եթե 5 տարի չիրականացնի, 5 տարի էլ կմնա, 4 տարի չիրական, 4 տարի կիրականացնի։ 2 շաբաթվա ընթացքում նախապատրաստական աշխատանք կանի սեպտեմբերի խոսանակ 2-ին իշխանափոխություն կանի, ուրեմն իրան մնացել է 1 ամիս։ Բայց ձեր դիտարկմամբ օրինակ Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում ամեն ինչ նորմալ է եւ խնդիրներ չկան, որտեղ օրինակ կարծիքներ կան, որ եթե հայտնվեն այնպիսի ուժեր, ընդդիմադիր կամ արտաքին ուժեր, որոնք նույն տեխնոլոգիաները կիրառեն Նիկոլ Փաշինյանի թիմի անդամների վրա, ինչ Նիկոլ Փաշինյանն է կիրառել, այդ բուրգը կփլուզվի։ Իհարկե, եթե այդ ուժը հայտնվի, միանշանակ ոչ թե բուրգը կփլուզվի, իշխանափոխություն տեղի կունենա։ Իսկ խնդիրը այդ իմանայք իշխանությունը ինչով է թույլ։ Ես սկզբում ասեցի, որտեվ ինքը եթե նախկին ազգային ժողովում ուներ 71 падգամավոր, ասենք այնտեղ 50 կանցներ 6-ն է, թե 55-ն է, թե 54-ից էլ, իսկ մոտ 20 քանի падգամավոր ավել ուներ, 26-20։ Հիմա այնքան ընդհանուր 12 падգամավոր ավել ունի, 64 падգամավոր ունի, իսկ որոշում ընդունել համար պետք է 53։ Այսինքն 52-ի դեպքում որոշում չի ընդունում։ 12 падգամավորի խնդիր է դրած։ Եթե դու կարող ես 12 падգամավոր կոկոմը գրավես, ինքը իշխանությունը կորստում է, բայց ինքն էլ փորձելու է, ասենք, խնդիմադիր խմբակցությունից մի 7-8 падգամավորի բերի իր կողմը, որպեսզի դիրքերը ամրապնդի։ Հիմա այդ դիրքային պայքարն է գնալու, ով ումից падգամավոր կփախցնի, ով կկարողանա լավ աշխատել, նայել բանկանի, արդյունք ունենա։ Իսկ ձեր դիտարկմամբ օրինակ մտավախություն չկա, որ գուցե ընդդիմադիր падգամավորների շարքում Գեգամ Նազարյաններ հայտնվեն։ Իսկ չէ, ես մտավախություն ընդհանրապես չունեմ ոչ մեկի, որտեղ դեն չի վերաբերվում, դա ուժեղ քաղաքական ամեն դեպքում երկրին է վերաբերվում։ Հա, դա իրանց է վերաբերվում, ես որտեղ ոչ մտավախություն եմ, ոչ ինչ ունեմ, դա մասնական չի, ես կողքի դիտարկող եմ։ Դրա համար ես ասեմ, թող իրանք նստեն մտածեն, դա կլինի տվյալ խմբակցության ղեկավարի անձնական ուրեմն բաց թողումը, եթե իր խմբում հայտնվեն, ասենք,
այսպես կոչված տարատեսակ ոչ կայուն հայացքներ ունեցող անձիկ, որոնք անցնեն իշխող քաղաքական ուժի կողմը։ Դա վերաբերում է տվյալ քաղաքական ուժի, ուրեմն ղեկավարի անձնական խնդիրը։ Ուրեմն թող լավ ուսումնասիրեմ։ Եվ վերջում, պարոն Բադալյան, մենք հիմա խոսում ենք ներքին քաղաքականությունից, դուք նաև նշում եք, որ առանց արտաքին միջամտության ամեն դեպքում Հայաստանում փոփոխություններ չեն լինի։ Ձեր դիտարկմամբ ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, արտաքին աշխարհում, այսպես ասած, ինչ զարգացումներ են հիմա տեղի ունենում եւ կարճաժամկետ հեռանկարում ինչ է սպասվում, որոնք կազդեն մեզ վրա։ Դու շատ բարդ հարց է, դրա համար մի ժամ պետք է բանտասախոսություն կարդանք, երևի այդքան երկար չասենք։ Հիմա մեր կողքը գնում է ռուս-ուկրաինական պատերազմը, որը չգիտենք թե երբ կավարտվի, Ռուսաստանը ուզում է շուտ ավարտվի, Արևմուտքը հակված չէ շուտ ավարտվելուն եւ օգնում է Ուկրաինային, Ուկրաինան պայքարում է իր տարածքային ամբողջականության համար, ճիշտ է այնտեղ բավական մեծ զոհեր է տալի, բայց իր համար հայրենական պատերազմը հասկանալի է, որ այդ զոհերը պետք է տրվեն, որպեսզի ուկրաինական ազգը որպես այդպես ինչ վերանա։ Եվ երկրորդը դա Ամերիկա-իրանական պատերազմն է, որտեղ Ամերիկան չհաղթելով պարտվեց, իսկ Իրանը չպարտվելով հաղթեց։ Այս պայդրությամբ եւ հավասար Ամերիկայի հետ հավասար հետ գնում է, բայց ասում եմ ինքը անգամ հաղթող է դուրս գալիս, որովհետեւ ինչու՞մն է հաղթանակը իր չպարտվելու մեջ էր, որ չեղա Վենեսուելայի նման, որ ամերիկացիները գողանան իրանց մարդուն տնեն եւ գիտեք Վենեսուելայից արդեն տարբեր աղբյուրների 13 միլիարդ դոլարի նավթ ամերիկացիները վերցրել են իրանց եւ ըստ իրենց կմաճուկի վաճառում են։ Իրանում դա տեղի չունեցավ եւ այն անձնավորությունը Տրամպը, որ ասում է թե ես պետք է որոշեմ ով այր հոգեվոր առաջնորդ լինելու, հիմա անդադ մարդկանց միջնորդում, որպեսզի Իրանը համաձայնվի գոնե իր հետ ինչ որ չափով զինադադար կնքի կամ ինչ որ զինադադար կնքի, որ ինքը կարողանա ինչ որ դեմքը փրկել, որտեղ ընտրությունները նոյեմբերի 4-ին մոտիկանում են, արդեն շատ քիչ է օր մնացել, 100 օրից քիչ, իսկ անդադ թազա դագաղներ կան, փակած դագաղները զոհված զինծառայողների, դա ազդում է ԱՄՆ քաղաքացիները, այնտեղ մեկ զոհն էլ մեծ նշանակություն ունի եւ դրա նշանակում է, որ Տրամպը կարող է կորստանալ ներկայացուցիչների պալատը, որը կանցնի դեմոկրատները եւ Տրամպը էականորեն կտուլանա, այսինքն Տրամպի ամբողջ ուրեմն այս նախագահական առաջին 2 տարին, որը կարող էր Ամերիկայի համար ուրեմն ծառայել, ինքը օգտագործեց իրան դեմ պայքարում, որ իրան այս պայքարության ոչ մի բան չի տալի եւ ինքը չգիտի ռմբակոծի զոհեր տա, մեկը արդյունք չի ստանալու։ Իրանը արդեն Օրմուզի նեղուցը վերցել է եւ այլևս ոչ մեկին չի տալիս։ Դա տարեկան բերում է 20-ից 30 միլիարդ դոլար, որը Իրանին կօգնի էական շատ կտրուկ զարգացում ունենալ։ Իրանը դառնում է տարածաշրջանային մեծ մասշտաբով տարածաշրջանային խաղացող ուրեմն առաջնորդ, ավելին քան Թուրքիան, քան Ադրբեջանը եւ դրա համար է, քանի Իրանը այդպիսի հզոր է, մենք այստեղ հանգիստ ապրում ենք, որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի անվտանգության միակ գերաշխավոր այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունն է, ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոմիությունը, ոչ ՀԱՊԿ եւ ոչ էլ ինչ-որ վարչապետացած խաղաղությունը կամ Ադրբեջանի բարի ցանկությունը։ Այ Իրանի զորքերն են, որոնք մեր անվտանգությունը ապահովում են, դրա համար մենք շահագրգռված պետք է լինենք, որ Իրանը ուրեմն հնարավորինս երկար դիման, այ դրա համար էր անդիմությանը պետք, երբ որ Խամենեի թաղման գործընթացն էր տեղի ունենում, բարի լինեն, պատվիրակություն ուղարկեին Թեհրան, մասնակցելու այդ թաղման հողակավորման ուրեմն արարողությանը եւ ինչպես նաեւ թաղման արարողակարգին, որին անդիմադիրները չգիտես ինչու վախեցան գնալ, որովհետեւ անձնագրի մեջ կլեր Իրանի երևի կնիքը, իսկ դրանով իրենց ճանապարհը Միացյալ Նահանգներ կփակվեր։ Այդ դրա համար պետք է մի քիչ կրեատիվ լինել եւ գործողություններ իրականացնել, որպեսզի ակնկալես, որ Իրանը քեզի կօգնի եւ ոչ թե նստես սպասես, թե երբ պետքա ռուսները այնտեղ սոցիալական վիճակը վատացնեն, որպեսզի այդտեղ ինչ որ գյուղացիները բողոքանեն, հայ եղանները վերցած գան կառավարություն տապալեն, որ դու էլ դառնաս կառավարություն։ Այդ դրա համար եմ ասում, գոնե մի 5% կրեատիվությամբ պետքա ավել լինես, քան Նիկոլ Փաշինյանը։ Այդ դեպքում դու իշխանապահություն կանես, չէ, ուրեմն չես անի։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Խնդրեմ։ Այսօր իմ հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։